Ինչ է եղել։ Ռուս հետաքննող լրագրողները Dossier Center-ից հրապարակել են փաստաթղթեր Հայաստանի հունիսի 7-ի ընտրությունների մասին։ Եթե այդ անունը ձեզ ծանոթ չէ, Dossier կենտրոնը հետաքննական լրատվամիջոց է, որը հրապարակում է արտահոսած փաստաթղթեր Կրեմլի աշխատանքի մասին։ Այս դեպքում նրանք ասում են, որ ստացել են ռուս քաղաքական խորհրդատուների ներքին թղթեր։ Եվ այդ թղթերը ցույց են տալիս պարզ բան. Մոսկվան Հայաստանում միայն մեկ թեկնածուի չէր նայում։ Մոսկվան ուզում էր մի քանի տարբերակ պահել։ Մեկ տարբերակը Սամվել Կարապետյանն էր։ Նրա շուրջ պլանը օրերով էր գրված, ինչպես ապրանքի թողարկում։ Հուլիսի վերջ Փաշինյան ընդդեմ Կարապետյան մեդիա նախագիծ։ Օգոստոսի 18 նոր քաղաքական ուժի հայտարարում։ Սեպտեմբերի 1 Մեդիա հոլդինգ և հեռուստաալիք։ Սեպտեմբերի 2 ազգային անվտանգության ռազմավարություն։ Սեպտեմբերի 21 ազգային բարեկեցության ծրագիր։ Մյուս տարբերակը Արման Թաթոյանն էր։ Թղթերում նրան ներկայացնում էին որպես ավելի փափուկ դեմք, իրավաբան, նախկին օմբուդսմեն, մաքուր կերպար, ցածր հակավարկանիշ։ Նրա 5 ամսվա քարոզարշավի պլանային բյուջեն 926 7 միլիոն դրամ։ Դրանից 320 միլիոնը շտաբների համար, 155 միլիոնը աշխատավարձերի համար, 73.8 միլիոնը մեդիայի համար, 165 միլիոնը գովազդի և քարոզչական աշխատանքի համար։ Թղթերում նշվում են նաև ամսական 2 հարցում և 10 ֆոկուս խումբ։ Հետո գալիս է վերջին մասը։ Եթե ոչ